Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման իմ հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Բարև ձեզ, պարոն Աշոտյան։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Փոխադարձ։ Եվ այսպես անդրադառնանք թերևս մի կարևոր թեմայի, որը քաղաքական դաշտում այդպես էլ չգտավ իր կարևորությունը այս վերջին օրերին, քանի որ Նիկոլ Փաշինյանը ամբողջ օրակարգը զբաղեցրել էր իր կեղծ պատարակներով ու կեղծ քահանաներով։ Դա այն է, որ դեկտեմբերի 1-ին վերջնականապես փակվեցին ԵԱՀԿ Մինսկի գրասենյակները եւ բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել էին նախորդ, չեղյալ հայտարարվեցին։ Ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը Պրահային Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո այսօր հասավ նրան, որ Արցախի հարցը միջազգայինորեն համենայն դեպս այս պահին դուրս եկավ միջազգային օրակարգից։ Ինչ եք կարծում, պարոն Աշոտյան, որոնք են լինելու այն հնարավոր ելքերը կամ քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նորից Արցախը վերադարձնել, արցախցիների իրավունքը վերադարձնել միջազգային օրակարգ։ Հրավերի համար շնորհակալ եմ եւ շատ դիպուկ նկարագրությամբ թեման բացեցիք։ Իրականում, այո, մեր ընթացիկ տեղեկատվական քարոզչական աղմուկը, որ լցվում է Նիկոլ Փաշինյանի անհեթեթություններով եւ դրան հաջորդող ընդդիմադիր հասարակական քաղաքական շրջանակների աղմուկով ստվերում է մի ավելի ինստիտուցիոնալ խորքային process-ները։ Պարզ էր, որ Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում այն խոստումը, որ Նիկոլը տվել էր Ալիևին, պետք է կյանքի կոչվեր եւ դա հերթական դավաճանություններից մեկն է։ Մինսկի խմբի գոյությունը ունիկալ դիվանագիտական փորձ էր ոչ միայն Հայաստանի համար, ոչ միայն բուն թեմայով, այլ նաև միջազգային դիվանագիտության համար, որովհետև դժվար է գտնել ֆորմատ, որ այդքան երկար տարի, այդքան ինտենսիվ ու կարող եմ ասել նաև արդյունավետ, իհարկե մի կողմ դնելով այն, որ վերջնանպատակին խումբը չի հասել, բայց արդյունավետ, որովհետև ամեն անգամ Մինսկի խմբի գոյությունը յուրահատուկ զսպաշապիկ էր ադրբեջանական դիվանագիտական, ռազմաքաղաքական պրովոկացիաների պարագայում եւ բացառիկ տեղ էր, որտեղ այդ ժամանակ ուժի 3 կենտրոնները Եվրոպական միություն, իդեմս Ֆրանսիա, ԱՄՆ եւ Ռուսաստանը համագործակցում էին։ Անխուսափելի էր արդյոք այդ խմբի լուծարումը, հաշվի առնելով գեոպոլիտիկ վիճակը, իհարկե ոչ։ Նիկոլենք նրա քարոզիչները փորձում են այս կեղծ թեզը նաև առաջ տանել, որ դա մեկը չէր աշխատում, մեկը Արևմուտք Ռուսաստան ներկայիս բախման պարագայում դա ոչ աշխատանքային ֆորմատ էր, դա սուտ է։ Սուտ է, որովհետև նախ եւ առաջ մենք տեսանք, որ նույն Արևմուտքի պարագայում Տրամպի ընտրություններից հետո ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության վեկտորները արտաքին քաղաքական տարամիտվեցին, ինչը թույլ տվեց նաև Ռուսաստանին եւ Ուկրաինան դրա ապացույցն է առանձին տրեք ունենալ բանակցային Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ ինչը կարող էր օգտակար լինել նաեւ Ղարաբաղի խնդրի պարագայում, եթե ֆորմատը պահպանվեր։ Սուտ է նաեւ, որովհետեւ կան ֆորմատներ, որտեղ այո եւ Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ներգրաված են, դա օրինակ Աբխազիա եւ Հարավային Օսիայի կոնֆլիկտների հետ կապված այսպես կոչված Ժնևյան ֆորմատն է, որը չի լուծարվել, ավելին նույնիսկ այս ուկրաինական պատերազմի ֆոնին 1-2 աշխատանքային հանդիպում եղել է։ Այսինքն խնդիրը աշխատացնողից էր Մինսկի խումբը, հնարավոր էր աշխատացնել, իսկ եթե այդ պահին դա թվում էր անհնար, դա չէր նշանակում, որ պետք է այն լուծարել, ոնց որ մեքենա ունենաք, ոտքը կոտրած լինի, ասեք դե մի 6 ամիս չեմ կարա քշեմ, այդ մեքենան վաճառեք, ինչա ձեր ոտքը կոտրած է, բայց այդ ոտքը հաստատ հավանալու է եւ հետո այո, եւ հետո այդ մեքենան հնարավոր է լինում գործարկել։ Կան հայկական կողմը, հայ ժողովուրդը զրկվեց այո դիվանագիտական միակ մանդատ ունեցող ձևաչափից Արցախի հարցով։ Նիկոլի եւ Ալիևի համատեղ ջանքերը ուղղված են հարցը փակելուն, ակնհայտ է, որ այս կոնյունկտուրայի պարագայում ոչ մի գերտերություն իր վրա չի վերցնելու հակառակի առաջի ջութակը, կոպիտ ասած ոչ Ռուսաստանին, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ոչ էլ եվրոպացիներին ավելի շատ պետք չէ այդ կոնֆլիկտը քան հայկական կողմին,
մանավանդ որ եւ ԱՄՆ-ն, Եվրոպական միությունը անթակույց գեոպոլիտիկ խրախճանքի մեջ են Նիկոլ Փաշինյանի որդեգրած վերջի տարիների արտաքին քաղաքականության հետևանքով, որովհետեւ Նիկոլը ամբողջությամբ տեղավորվեց այն ծրագրերի մեջ, որոնք կային արևմուտքի ուղեղային կենտրոններում դեռևս վաղուց, բայց իրականում դա ոչ թե արևմտյան know-how էր, այլ դա թուրքական know-how է, այսինքն միջանցքային, այսպես ասած, կոմունիկացիոն գլոբալ պայքարի այսօրվա կոնյունկտուրան արևմուտքին առաջին հայացքից բացարձակապես ձեռնատու է, բայց ակնհայտ է, որ խնդիրը Թուրքիայի ազդեցության ընդլայնման մեջ է եւ ես իմ եվրոպացի գործընկերներին բարբերաբար դա բացատրում եմ, որ դուք այսօրվա, այսպես ասած, նաղդի եւ նիսյայի կոպիտ ասած, բան տրամաբանության մեջ եք, ձեզ թվում է նաղդեն բանը ավելի լավ է, քան նիսյային ավելի լավ բանը, բայց դա այդպես չի, որովհետեւ եթե դուք դիտարկում եք համաշխարհային պատմությունը որպես գեոպոլիտիկ պայքարների շղթա, ապա ակնհայտ է, որ Թուրքիայի հետ անխուսափելի բախում է լինելու որոշակի միջակայքում։ Կապունեք Ռուսաստան-Թուրքիա։ Եվ Ռուսաստան-Թուրքիա եւ Արևմուտք Եվրոպական միություն Թուրքիա ակնհայտ է որ լինելու է, այդտեղ Թուրքիայի ախորժակները բավարարվում են այն աստիճանի, որ նա այլևս եթե այդ ամբողջ ծրագիրը կյանքի կոչվի եւ Միջին Ասիա, Կասպից ծով, Հարավային Կովկաս, Սև ծով, այսպես ասած, այդ միջանցքը, որը փաստացի թուրքական միջանցք է, թեկուզ եւ ժամանակավոր պետք գա նաեւ ամերիկացիներին եւ եվրոպացիներին, բայց դա ծառայելու է բացառապես թուրքական Այդ մասին Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ երբեք չէր դարձել միջանցքը թուրքական աշխարհի համար լայն հնարավորություններ է բացում։ Դա իրենց վաղեմի երազանքն է, որը իրականացվում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ու ծեծված բառա, բայց ուրիշ եթերային բառ չկա, շատ խայտառակ արտաքին քաղաքականության հետևանքով եւ Մինսկի խմբի թեմային վերադառնալով եւ հեռանկարի հետ կապված ակնհայտ է, որ Արցախի հարցը չի կարող փակվել որևէ համաշխարհային առաջնորդների որոշմամբ։ Արցախի հարցը չի կարող փակվել Հայաստանը ներկայացնող պաշտոնատար անձի որոշմամբ։ Արցախի հարցը չի կարող փակվել նույնիսկ եթե չկա դրա միջազգային ֆորմատը։ Հիշեք, որ Մինսկի խումբը սկսել է 92 թվականից սկսած, վերջնական մանդատով 94 թվական եւ այսինքն process է եղել այդտեղ Բուդապեշտի սամիտում ստացած մանդատը դե յուրե ձևակերպումներ, բայց Ֆրանսիան 97 թվականին է դարձել ԱՄՆ նախագահ։ Այս սախի եմ ասում։ Ղարաբաղի հարցը կար Մինսկի խմբից առաջ։ Եվ Մինսկի խմբի լուծարումը չի նշանակում, որ Ղարաբաղի հարցը չկա։ Այն հարցը եղել է, չէ, երկար 4-5 տարի եղել է, միջազգային հանրությունը ստեղծել է ֆորմատ դրանով զբաղվելու։ Ֆորմատը, որ չկա այս պահին, չի նշանակում, որ չկա այդ հարցը։ Հարցը չի կարող վերանալ ոչ միայն այն պատճառով, որ մենք տենց ենք ուզում, այլ այդ հարցի մեջ ավելի դաժան այս գործող միջազգային իրավակարգի համար ավելի դաժան երևույթներ եղան, քան պարզապես ինքնորոշման համար պայքարի դուրս եկած ժողովրդի ոտնահարված իրավունքներն են։ Եղավ ցեղասպանական գործողություն, էթնիկ զտում, Արցախի հայաթափումը, ինչը բերեց հետևանքների, որ միջազգային հանրությունը այսօր փորձում է վավերացնել։ Ոչ միայն չի կանխվել ցեղասպանական գործողությունը, ցեղասպանությունն ինքնին, այլ նաև միջազգային դերակատարները ամեն ինչ անում են, որ օրինականացնեն ցեղասպանության հետևանքը։ Եվ սա միջազգային ոչ միայն հումանիտար, առհասարակ միջազգային իրավունքի Դե Ալիևն էլ շնորհակալություն հայտնեց լրջագույն չէ, ես վստահ եմ, որ այս խնդիրը չի կարած հասկանում, այսինքն հոլոկոստի հետևանքը որևէ մեկ օրինականացրել է, կամ կամի ցեղասպանություն, որի հետևանքները լեգիտիմացվել են միջազգային հանրության կողմից, չկա այդպիսի բան, կամ ցեղասպանությունը ենթադրում է արձանագրում, ենթադրում է ճանաչում եւ ենթադրում է պատժամիջոցներ կամ հետևանքների վերացում, ոչ թե հետևանքների ճանաչում։ Եվ այս տեսակետից հայ ժողովուրդը իր Արցախյան հատվածով ենթարկվել է ոչ միայն գենոցիդի, այլ նաև պատրիցիդի, որովհետև մենք հայրենազրկվել ենք, ցեղասպանվել ենք եւ հայրենասպանվել ենք, որովհետև այդ հայրենիքի հետ հատվածում այլևս
այդտեղի բնիկ աբորիգեն, այսպես ասած, բնակիչները չեն ապրում։ Եվ վերադառնալով այս թեզին, ուզում եմ այս սախ ասում եմ մի բանի համար, որ Արցախի խնդիրը կախված չի իր գոյությունը Մինսկի խմբի գոյությունից, թեպետ վատա որ չկա։ Արցախի խնդիրը միջազգային հանրության համար խարան է այս պայդրության, որովհետև ցեղասպանություն եւ հայրենասպանություն հետևանքները լեգիտիմացնելու փորձերը պարսավելի են ու ամբարո միջազգային խաղացողների կողմից։ Եվ երրորդը, այո, Արցախի խնդրի մասշտաբը իջել է, եթե մենք առաջ խոսում էինք ինքնորոշման իրավունքի մասին, որպես քաղաքական իրավունքների, այսօր վերադարձի մասին։ Այսօր խոսում ենք վերադարձի իրավունքի մասին, այսօր խոսում ենք նյութագույքային իրավունքների պաշտպանման մասին, սեփականություն եւ այլն, այսօր խոսում ենք մշակութային հոգեվոր իրավունքների պաշտպանության մասին եւ այո, պրոբլեմի մակարդակը իջել է, բայց իջել է վստահաբար ժամանակավոր, որովհետեւ չես կարող հիմա խոսել ինքնորոշման իրավունքից, որովհետեւ դու նախադոնդե չես։ Ինքնորոշման իրավունքի հետ կապված թեմաները թողնենք ռազմավարական բնույթի հետազոտական սցենարային գրողներին, դրա մասին չի այսօր խոսքով, որ դրա մասին կխոսի։ Ռեալ իրավիճակը հետևյալն է, որ առնվազն քաղաքական ինստրումենտի մակարդակով, գործիքի մակարդակով հայկական կողմը պարտավոր է հետապնդել իր հայրենակիցների խախտված բազմաթիվ իրավունքներից մի քանի բազային իրավունքների այս պահին, բազային իրավունքների առաջխաղացման ու պաշտպանության հրամայականը։ Հետո ինչ կլինի, կախված է կներեք շատ բաներից, այդ թվում միջազգային կոնյունկտուրայից։ Բայց ամենաշատը կախված է նրանից, թե ինչ կլինի Հայաստանի հետ եւ Հայաստանի ներսում, որովհետեւ խնդրի հանգուցալուծումը Երևանում է, ցավոք սրտի, մենք դա չենք կարողանում լիարժեք գիտակցել կամ Մենք ենք պահանջատերը խոշոր։ Մենք ենք խնդրեմ տվել, ոչ միայն պահանջատերն ենք մենք, դուք ճիշտ եք, այո, մենք պահանջատեր, բայց մենք ենք error-ը տվել, այդ error-ը տեղի ունեցել Երևանում, այդ սխալը, այդ զբոյը, հայկականության ծրագրի զրոյական կետից եղել է մեզ մոտ Երևանում։ Վաշինգտոնը, Բրյուսելը, Փարիզը, Մոսկվան, Կամբերան, Բերլինը կարան օգտվեն դրանից, կարան չօգտվեն դրանից, կարա իրանց ձեռնտու լինի, ձեռնտու չլինի։ Այդ խնդիրը միանշանակ ծագել է պաշտոնական Երևանից։ Այո, error-ը եղել է մեզ մոտ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս զրոյական կետից սկսում են բանակցությունները։ Իդեպ այդ դասուտին նա եկավ իշխանության։ Բանակցությունների թեմային անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը երեք հրապարակեց բանակցային գործընթացի փաստաթղթերը, իհարկե ոչ ամբողջությամբ եւ իհարկե համեմված իր սուբյեկտիվ եւ իր քաղաքական շահին համապատասխանող մեկնաբանություններով։ Այդ փաստաթղթերի մեջ, ասենք ճակերտավոր ասած, Հրայր Թովմասյանի գրիչի տրամաբանությամբ նաեւ որպես քաղաքական քարուքանդ անող փաստարկ նաեւ հրապարակեց Սերժ Սարգսյանի նամակը, սակայն այդ ամենի մեջ բացակայում էր իր պատասխանը, պաշտոնական Երևանի պատասխանը այդ փաստաթղթերին, ինչից կարող ենք հետևել, որ կամ այդ պատասխանը եղել է այնպիսին, որ ամբողջությամբ վիժեցրել է այդ ամբողջ գործընթացը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը չի երգում, կամ առհասարակ արհամարել է ԵԱԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները, ինչը արդյունքում հանգեցրել է պատերազմի։ Հարգելի տեսեք, Նիկոլի պարագայում ինքը շատ լավ գիտի, որ Արցախի հարցը 44 օրյա պատերազմը, դրա հետևանքները որքան էլ այսօր հանրային օրակարգում գերակա քննարկվելիք հարցեր չեն, մշտապես ցավոք սրտի, բայց դա է իր խարանը, դա է իր մեղքը։ Ինքը կարող է եւ կկրի ընդդիմությանը սոցիալական հարցերում, որովհետեւ բյուջեն իր ձեռն է, ինքը կարող է եւ կկրի ընդդիմությանը պոպուլիզմի հարցության մեջ, որովհետեւ ինքը այնտեղ անգերազանցելի է, քանզի բացարձակ անբարոյական է սուտ խոսալու կարմիր գծեր չունի։ Ինքը կկրի ընդդիմությանը վարչական լծակներով, ուժայիններով, ինքը միտեղ չի կարող կրի ընդդիմությանը եւ այ ժողովրդին։ Դա իրա գործած այն ադամյան մեղքն է, այն առաջի մեղքը իրա այդ բանն է։ Լեռնային Ղարաբաղի
դավաճանական հանձնումն է, բերված պատերազմն է 5000, էտա փաթեթը։ Իր մեղքերը շատ են իհարկե, կարող ենք ընթացիկ մեղքերից, բայց հանրագումարը իր բուն մեղք են, ադամյան մեղք են, կերած խնձորը, էտա։ Մնացած ամեն ինչում, թե ինքը հետո ինչ արել, ինչ չի արել եւ այլն, ինքը կարա ավելի հանգիստ լինի, որ կարա ֆրցնի խափի։ Այստեղ նախ դա ամենահանգուցային ճգնաժամային ճակատագրական մեղքն էր, երկրորդը դա այնպիսի մեղք կա, որը որ ապացուցելի է եւ ինքը գիտի, որ դա իր աքիլեսյան գարշապարն է, որ ինքը կարող է դրսից շատ ուժեղ է, կարող է իր տերերը այտենց աքիլեսի նման իր ծնվելու պահին բռնել են սրունքի պյատկայից եւ կրունկից եւ թաթախել են այդ ջրի մեջ, ինքը դուսա է կյան խոցելի է սաղ տեղերից, բայց գարշապարը մնացել է եւ այդ խնդիրն է իր գարշապարը, ինքը տեղից է մեռնելու քաղաքական իմաստով, ինքը եթե պետք է բանանի վերանա որպես երկրի ղեկավար քաղաքական պաշտոնյա, հա իմաստով, ինքը դրա պատճառով է գնալու։ Եվ իր բոլոր ջանքերը ուղղված են նրան, որ ինքը մաքսիմալ սվաղի, լղոզի, մի ձեռով նա մոռացության է փորձում տալ, իրենց համար չկան այդ զոհերը, տեսեք, անվանական ցուցակը չկա 44 օրյայի, իրենց համար ֆեստիվալները, փառատոները, այլևս ֆեստիվալները նշվում են այն օրերին, երբ որ մենք ունեցել ենք այդ զոհերը։ Միանշանակ, այդ իրակ ծրագրավորված քաղաքականությունը, ինքը չարն է, ինքը վատն է, ինքը քխ է, բայց ինքը մտածող է, թե ոնց թաքցնի սեփական մեղքեր, այսինքն ինքը տես պատահական հանցագործ չի քաղաքական իմաստով, ինքը մանյակ է, որտեղ ծրագրում է եւ ունի, այսինքն իր հոգեկերտվածքը այդ տեսակետից քաղաքական մեղքերի, քաղաքական հանցագործությունների շատ սիստեմնի է, ինքը այն պրաստակը չի, որ ամեն առավոտ իր այսպես վիդեոներով բան անում։ Իդեպ մի պահ ձեզ ընդհատեմ, ես լիովին համաձայն եմ այդ մտքի հետ, որովհետև նայեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մի թեմայի մասին անոնսում է, սկզբից մեր արձագանքը սովորաբար լինում է ծիծաղը, սովորաբար լինում է ոչ լուրջ մոտեցումը նրա այդ հայտարարություններին։ Օրինակ, երբ որ նա հակադրության մեջ էր դնում Մասիսարն ու Արագածսարը կամ հայոց պատմությունն ու Հայաստանի պատմությունը, մեզ սկզբից թվում էր թե ընդամենը իր այդ առավոտյան արթնացած մտքի արգասիքն է, սակայն կյանքը ցույց տվեց, որ նա յուրաքանչյուր իր միտք, որը նա արտահայտում է, այնուհետև հետևողականորեն գնում է այդ մտքի իրականացման։ Միանշանակ, իր ամբողջ քարոզչության իմաստը Իրանով լցնել դաշտը։ Այն հին ասացված կասմա քաղաքական գործի համար ցանկացած հիշատակում բացի մահազդից, նեկրոլոգից լավ է, տիպիկ Նիկոլն ավելին իր հետ աշխատում են վստահ եմ ժամանակակից կոմունիկացիաներին ոչ միայն ցանցային, այլ նաև փսիխոմակարդակով մանիպուլյացիա տիրապետող արտասահմանյան մասնագետներ, դրա մասին ես կասկած չունեմ։ Ինքը լցնում է Իրանով դաշտը, այդ թվում ծածկադմփոց անելու այն մեղքերը, ինչի մասին խոսեցինք։ Հրապարակված փաթեթի մասին ես երեք մանրամասն, ասենք մի քանի կետով, որտեղ ինքը խափում է, որտեղ ինքը նորից ստել, ինքը լավ գիտի։ Օրինակ ինքը այդ հայկական ժամանակի հոդվածը, որ բերել է որպես փաստաթուղթ, ինքը գիտի, չէ, որ մենք դրա վրա սևեռվել ենք, բայց դրա վրա սևեռվելու հանրությունը կցարի, իրան կցարի, մոռանա 19-ի իր մերժած, իր տապալած բանակցային փաթեթը։ Ինքը շուխուռը անում, որ Սերժի նամակ եմ հրապարակելու, ես հələ շաբաթներ առաջ, երբ որ ինքը տենց բան ասեց, ասի տղա ես հրապարակի այդ նամակից հետո մենակ հպարտություն անում, որտեղ այո փոքր Հայաստանի նախագահ, մեծ Ռուսաստանի նախագահին այդպիսի ճշգրիտագույն ձևակերպումներով, գնահատականներով, պահելով եւ հարգանքը եւ դիվանագիտական լեզուն, բայց խնդիրներ է բարձրացրել եւ այդ խնդիրների մի զգալի մասը հետո լուծվել է, չէ՞։ Կան Նիկոլի 19 թվականի փաթեթը հրապարակված այն մասին է, որ Սերժի նամակը աշխատել է։ Սերժի նամակը աշխատել է, որտեղ զենք է եկել հետո 300 միլիոն դոլարի վարկ, այդ ապացուցելի բաներ է սա։ Հայաստանը արտոնյալ պայմաններով աշխատել է, որովհետև հայկական կողմի մտահոգությունները, որ նախագահ Սարգսյանը բարձրաձայնել է նամակում, մեծամասամբ տեղ են գտել հետագա բանակցային փաստաթղթերում։ Այդ ռազմական բալանսը խախտվել է արտահայտություն, զավեշտ է, որովհետև պարզ է, չէ, որ մեծ ու փոքրի միջև մշտապես կա դիսբալանս։ Միանշանակ։ Եվ տարածքով մեծ ու փոքրի միջև, եւ բնակչության մեծ ու փոքրի միջև, եւ տնտեսության։ Բայց ռազմական բալանսի խախտումը հավասարակշռվում է դիվանագիտությամբ։ Միանշանակ, դա համար խոսում ենք ռազմաքաղաքական բալանսի մասին։ 1.
այդ բալանսը ի բնե է խախտված, որովհետև երբ որ սովետը փլուզվեց, հայկական կողմը, այսպես ասած, ստացավ ավելի քիչ զենք, քան ադրբեջանական, ավելի քիչ տանկ, քան ադրբեջանական, ավելի քիչ զինատեսակներ, քան բայց Ադրբեջանը պարտվեց չէ Արցախյան առաջին պատերազմում։ Խախտված բալանսը, որը այս պարագայում կարելի է դիտարկել որպես անխուսափելի իրողություն, դա ոչ թե ինչ-որ մեկի մեղքն է, դա այդպես է եղել։ Օբյեկտիվ իրականություն։ Բալանսը միշտ կոմպենսացվում է, չէ, օրինակ ձեզ բերեմ։ Չինաստան, Ճապոնիա, հա, բալանսների տարբերությունը ակնհայտ է։ Միանշան։ Եվ տնտեսական այլևս հոգու Չինաստանի, եւ դեմոգրաֆիկ, եւ ռազմական։ Ոնց է վարվում Ճապոնիան։ Ճապոնիան, որպեսզի հակակշռի չինական մեծ, այսպես ասած, առավելությունը, տարբեր ուղղություններով, ունի առաջինը երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ԱՄՆ-ի հետ։ Զուգահեռը մեր եւ Ռուսաստանի միջեւ պարզ է, չէ։ Երկրորդը Ճապոնիան ունի հատուկ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, անդամ չի կարող լինել, բայց հատուկ ձևաչափային հարաբերություններ ունի։ Այդ էլ մեր զուգահեռը ՀԱՊԿ-ի հետ, հա։ Ճապոնիան ունի ամերիկյան ռազմաբազա, այդ էլ մեր զուգահեռը մեր Գյումրու բազա։ Այսինքն ճապոնական գործիքակազմը հակազդելու, հակակշռելու չինական տեսանելի ռազմատնտեսական առավելությունը շատ պարզ է, չէ։ Այսինքն այս գործիքակազմով նույն Հայաստանը անում էր միջև Նիկոլ Փաշինյանի իշխանության զավթումը, անում էր հավասարակշռման քայլեր, այո, երկկողմ հարաբերություններով ռազմավարական դաշնակցի հետ, ռազմաքաղաքական դաշինքի մաս կազմելով, ունենալով նաև ռազմական բազայի ներկայություն, այստեղ այսինքն այս գործիքակազմերը կան։ Եվ Նիկոլը էդ էլ քանդեց, չէ՞, այդ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, ռազմաբազայի հետ կապված։ Մենք նոր հակակշիռներ է ստեղծել, Ալիևի յուրաքանչյուր պահանջով հանձնում է ցանկացած տեղ։ Այդտեղ էլ հակակշիռ չկա, այսինքն ճակերտավոր, փոխաբերական։ Եվ ակնհայտ է, չէ՞, նաև որ անտիկ դուք նաև կարդացած, խորացած անձնավորություն եք։ Անտիկ ժամանակահատվածում դու կարող ես գտնել բազում օրինակներ, երբ որ զավթված ժողովուրդները հանձնվել են զավթիչներին մի լիստ, այսպես ասած, բարի կամքի, եւ նրանք զավթիչները եղել են բլագարոդնի, ազնվարյուն, ազնվացեղ եւ ասել են всё, ոնց որ օրինակ Մակեդոնացին հաղթեց Դարիուսին, բայց չհագցրեց Աքեմենյան կայսրությանը, հակառակը ինտեգրվեց, դարձրեց Իրանը եւ այդտենց սիրուն պատմություններ, այդտենց նոբելմենների մասին, այսպես ասած, բլագարոդնի, ազնվարյուն նավաճողների մասին, կարանք գտնենք պատմության մեջ, բայց Ալիևը այդ մարդը չի, մեկ, Ադրբեջանի հետ պետությունը չի, երկու, որ դու մտածես, որ վերջատրվում դարավոր կոնֆլիկտին եւ հիմա ստեղծվում է օրինակ տենց այդ մակեդոնացի օրինակով վերցնենք հունապարսկական քաղաքակրթություն, հելենական մշակույթ, դա տես չի, չէ, դա բոլորս գիտենք, որ Էրդողանն էլ այդպեսին չի։ Այսինքն անգամ այդ հույսը, որ գիտես, սա դա մենք արդեն խաղաղությունը արդեն մենք այտենց ինտեգրվել, այտենց քաղաքակրթությունների կաթսա, այտենց գժական բան, դա չի լինելու, որովհետև մեր դեպքում աշխատում է մյուս օրինակը պատմական են գալական ցեղեր էին ոնց որ թե գերմանական, որ Հռոմը գրավեցին, իրանց ոժդը, այսպես ասած, ոսկի մուծեք, վերեցին կշեռքը դրեցին, սախ Հռոմով ում վրա ինչ ոսկի կար հավաքեցին, մուծեցին, ինքն էլ վերջում իր ծանր թուրը հանեց, դրեց նժարի վրա, որ էլի ոսկի տան։ Այս ռոմեացի կասին, ես ինչ ես անում, չէ որ սա անարդար է, չէ որ կշեռքը արդեն հավասարակշռված էր եւ մենք ինչքան ոսկի ուզել ես քեզ տվել ենք։ Նա էլ դա գցելով ըստ պատմիչների ասաց վայ պարտվածներին, հա, գորե պավիժձոնին։ Դες ինչ ուզի ինքը կանի այդ պարտվածների հետ։ Մենք այդ վիճակի մեջ ենք։ Մենք այդ վե վիկտիս հետ գորե պավիժձոնի վիճակի մեջ ենք, որ մեզ հետ ոչ միջազգային իրավունք մոռացեք, տեսնում եք ինչա կատարվում, հա, եւ անգամ այդ հույսերը ենթադրենք Նիկոլը նաիվ է եւ կարծում է, որ այդ իմ նկարագրած պատմությունները կարող ենք այդպես փոքր ժամանակվանից կարդացած է, գիտի, այդպես ռոմանտիկ է, այդպես չի իրականում։ Եվ Սերժ Սարգսյանի այդ նամակին վերադառնալով պետք է հակառակ այդ թարս աշխատած այն Սերժ Սարգսյանի ասած խիարը թարս ամուսնեց,
Այո, որովհետև այդ նամակը հակառակի մասին է, թե ոնց էր պետք պաշտպանել հայկական շահը եւ ոնց է դա ստացվել։ Դուք մի հատ կարևոր թեզ եք, արգումենտ հիշատակեցիք ձեր հարցում։ Ես տեսել եմ նաեւ Լևոն Զուրաբյանի տեսակետը։ Ես չէի ֆիքսվի այդ հարցի վրա։ Պարզ է Նիկոլը ոնց է պատասխանել։ Խենք մենք իրան քայլի հնարավորություն տալի։ Այսինքն ինքը պարզ է, չէ՞ ոնց է պատասխանել։ Ինքը չի պատասխանել, ինքը խաբել է, այն փաստը, որ լրահոսում ինքը 19 թվականին թուղթը ստացել է, մինչև 20 թվականի վերջ դրա մասին չի ասել, պարզ է ինքը ոնց է պատասխանել, չէ՞։ Պարզ է, չէ՞, այդ ինքը թուղթը ստացել է 19-ի հուլիս ոնց որ, թե հունիս կներես, հունիս։ Բայց 19-ի օգոստոսին գնացել է Ստեփանակերտ ասել Արցախ Հայաստանը վերջ։ Պարզ է, չէ, ինքը պատասխանել է։ Ինքը պատասխանել է ձեր ասած հանցավոր բոլոր հնարավոր ձևերով։ Պատասխանել է իր գործողություններով, որոնք իր հայտարարություններով, իր ոնց է կոչվում Մյունխենյան սկզբունքներով 20 թվականի դիվանագիտական քայլերով 20 թվականի փետրվարին նա Մյունխենյան սկզբունքներ այ հայտ բերել, չէ։ Այդ սաղ պատասխանա։ Ինքը իր հետակապ չէր ինքը գրավոր մերժեր, չգիտեմ մերժելա թե չէ գրավոր։ Չպետք չէր ինքը ինչ որ ստենոգրամայում բանակցությունների մենք ինչ որ արտա։ Ինքը հետո կներես այն բանից արել գործի մեջ իր մնացած բոլոր քայլերով։ Այսինքն ես ձեզ մաղթում եմ իհարկե համբերություն կորզելու համար Նիկոլենց պատասխան, արդյոք նա պատասխանել է եւ ոնց է պատասխանել, բայց դուք էլ լավ գիտեք, որ ինքը պատասխանել է վատով, պատասխանել է ամենախայտառակ ձևով, պատասխանել է այնպես, որ ադրբեջանական կողմի համար միջազգային հանրության աչքերում ստեղծել է առնվազն լուրն բռնում առային, որ եթե բանակցությունները էսենց տուպիկա կողած, պրիտոմ հայկական կողմի պատճառով, մենք մեր ոչ մենք ձեռքերի իտավո ուղիղ եթերում չի լվում, չէ։ Միանշանակ։ Քարտ բլանշ տվեցին պարզապես։ Ամենայն դեպս այն փաստը, որ ադրբեջանական բացահայտ ագրեսիան 44 օրյա պատերազմի սանձազերծող Ադրբեջանն էր, չէ։ Դա այդ վաղտել էր պարզ։ Հիմա post factum էլ ավելի Ալիևը տենց ոգևորվում, խմում բաներ է պատմում կոպիտ ասած, էլի բացվում է։ Այդ փաստ է, չէ։ Չպատժվեց։ Բայց դաժե դրանից հետո կար այդ ձև պատժելու։ Եվրոպական խորհրդարանի ռեզոլյուցիաները ես 100 անգամ ասել եմ, ապա պրոստը մի օր պետք է երևի նստել հոդված սարքել, դա որ հղումներով մարդիկ օգտվեն։ 2021 թվականի ռեզոլյուցիաներում դեռևս եղել են հայկական դիվանագիտության համար հեռանկարային ձևակերպումներ, օրինակ, որ պետքա հետաքննել պատերազմը, հայտնաբերել ագրեսորին եւ պատժել, որ պետքա ռազմական բնույթի հանցագործությունները պատժվեն, որ Թուրքիային պետքա պատժել բայևիկների գրոհայինների այդ իսլամիստներին բերելու համար, պետքա պատժել ֆոսֆոր, մի հանդես լիքը ձև գրածա, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չի, կարգավիճակի հարցը դեռ կա, այդ սա եղել է։ Եկար այդ Նիկոլն է հետո հրաժարվել, եվրոպացիներին է ձեռը տվել։ Հիմա որ իրանց հարցնում ես, իրանք ասում են, տղեկ մենք հələ մի երկու տարի ձեզ հետ պատրաստ էինք այս թեմայով, ձեր ուզած շահերին հրաժարվում է իր իրավունքներից։ 21 թվականի ապրիլին կա Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն։ Տես ինչ թիվ եմ ասում։ 2021 թվականի ապրիլ։ Այսինքն պատերազմից կես տարի անց Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ կոնֆլիկտը լուծված չի եւ պետք է լուծվի հայտնի սկզբունքների եւ բաղադրիչների հիման վրա։ Հետո ինչ եղավ։ Հետո եղավ շատ պարզ բան։ Նիկոլը վերընտրվեց 21 թվականի հունիսին, վավերացվեց Արցախի կորուստը, լեգիտիմացվեց այն պատերազմը, որի մեղքը բարդում է սնուցող մայրերի ու նահատակ հայրերի վրա։ Հետո եղավ Պրագան, հետո եղավ Վաշինգտոն, այսինքն հայկական կողմը ներկայացնող մարդը խուրդեց հայկական շահի վերջին հնարավորությունները այդ պահին որ կա, բայց նորից եմ ասում եմ վերջի չի նշանակում տապանակար է դրած, նշանակում է երբ որ գա նոր իշխանություն առանց պատերազմի, բացառապես դիվանագիտական գործիքակազմով հնարավոր է ավելի ցածր, այո մենք պատկերացա բարձացել ենք Սարի գագաթը, մեկ էլ հոպ, մեկը մեզ բրթեց, սայթակեցինք իջանք ներքև,
էլի հնարավոր է լանջը բարձրանալ առանց ռազմական սպառնալիքների է բացառապես դիվանագիտական գործիքակազմով սկզբից հիմք դնելով հիմնարար այն բազային իրավունքներին, ինչի մասին խոսեցինք, վերադարձի եւ այլն։ Հիշեցնեմ ձեզ, որ դեռևս կա իհարկե ոչ Մինսկի խմբի նման ֆորմատ, բայց կա նույն շվեյցարական պլատֆորմա, որը ենթադրում է եթե Հայաստան հայկական կողմից նորմալ կառավարություն լիներ, փայլուն կօգտագործել այդ այն պլատֆորմն է, որի շրջանակներում վեհապարը ելույթ ունեցավ եւ որից սկսվեց եկեղեցու դեմ արձակումներից վերջին գարշահոտալիքը, էլի։ Այդ պլատֆորմն է, որի նպատակը հայերի իրավունքների պաշտպանությունն է այդտեղ։ Այսինքն մենք ունենք օրինակ անգամ Վաշինգտոնյան այս հայտարարությունից հետո օգոստոսի մենք ունենք Կանադայի արտգործնախարարության տեսակետ, որ դա ասում է շատ լավ է այս Վաշինգտոնում ինչ եղել է, խաղաղություն ֆլան բեֆան է, ցավ օքեյ է, բայց այդ պայմանագիրը չի արտահայտում օրինակ էս ինչ է, այսինքն միջազգային հանրության մոտ կա այդ ընկալումը։ Պրոստը եթե Հայաստանի ներկայացնող մարդը դրա մասին չի խոսում, խի պետք է իրանք խոսեն մանավանդ, որ իրենց ձեռատալի չխոսալա։ Իդեպ վեհապարին անդրադառնանք, ավելի շուտ ոչ թե վեհապարին, այլ Նիկոլ Փաշինյանի այս արշավին հայ առաքելական եկեղեցու դեմ ակնհայտ է, որ թիրախը ոչ այնքան վեհապարն է, որքան առհասարակ մեր արժեքային համակարգը, մեր եկեղեցին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը որքան էլ այսօր փորձում է պառակտել եկեղեցին, որքան էլ այսօր ուզում է վարկաբեկել, փաստ է, որ նա որևէ լծակ չունի վեհապարին հեռացնելու, ավելի նույնիսկ եկեղեցին չունի լծակ վեհապարին հեռացնելու։ Հիմա թվում է, թե Նիկոլ Փաշինյանին հարցը վերջնական լուծելու համար մնում է մեկ տարբերակ, այնպես ինչպես բոլշևիկները վարվեցին, ասենք կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի հետ, բայց որպեսի խուսափենք հետագա կալանավորումներից, փաստենք, որ ոչ, Նիկոլ Փաշինյանը այդ ճանապարհով չի գնալու, բոլշևիկների ճանապարհով չի գնալու։ Հիմա այնուամենայնիվ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մի բան՝ հարված հասցնել հայ առաքելական եկեղեցուն, որովհետև հիմա ով տեղից վեր է կնում, իրեն թույլ է տալիս հոգևորականներին, հատկապես վեհապարին դիմել ավազանի անունով եւ այլն եւ այլն։ Հիմա այս գործընթացը մինչեւ որ կետին է հասնելու։ Այս հաշվարկի ամբողջ հիմքում ռազմավարական տեսակետից չէ, պարզ է Նիկոլը խիա դա անում, իրան պետք էր առաջինը այո, ազգային ինստիտուտներից կարևորագույնին նա հասել։ Այն միջնաբերդն է փաստացի, ինքը նվաճելով հայի բերդի, հայկական բերդի առաջի մի քանի պաշտպանական գծերը քանդել է, նվաճել է, հասել է միջնաբերդին։ Եվ եկեղեցին, այո, հայկական ինքնության միջնաբերդն է, դնում է մի կողմ իր հոգևոր ֆունկցիաները, որոնք առաջնային են, բայց մեզ համար նույնքան կարևոր է նրա ազգային բաղադրիչը։ Հայկական ինքնության միջնաբերդն է պաշարված այսօր։ Դա էլ պետք է կուլ տալ, Նիկոլը դա է ուզում անի։ Երկրորդը եկեղեցին իրան խանգարում է, որովհետև եկեղեցին այն Վինչեսթերն է, որի մեջ hard disk-ն է, այսպես ասած, այն տերաբայտանոց ֆլեշկեն է, որ ազգային հիշողություն է պարունակում, որը խոսում է ազգային հիշողության, ազգային արժեքների, այն ամենի մասին, այդ բանը կա, ինչը Նիկոլին հակառակ է, եւ եկեղեցին այն գործիքն է, որով այսինքն այն գործիքի կանոնն է, բարոյականության կանոնն է, որով չափում ես դե, սա բարոյական է, թե չէ։ Եկեղեցին չափման միավորի բարոյականությունը չափելու, միավորի պատասխանատուն է քրիստոնեական բարոյագիտության շրջանակներում։ Իսկ Նիկոլը անում է անբարոյականություններ եւ չի ուզում, որ ինչ-որ մեկի ձեռը լինի կանոն, որով կարան հանկարծ չափեն, տենան, որ սա չեպե է։ Այսինքն այս չափման միավորի վերացման խնդիրն է նաև ինքը լուծում, որ իր չարը մատուցի որպես նոր ճիշտ։ Թե ուր կհասնի, ես այտենց չի ասի, Նիկոլ Փաշինյանի խղճին արդեն դիակներ կան, կներեք։ Հոգին լուսավորի գեներալ Մանվելի, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի, ու այլ մարդկանց, որոնք հետապնդման արդյունքում են, այո, կարող անձամբ չի գյուլել, այսպես ասած, բայց պարզ չի, որ այդ մարդկանց մահերը քաղաքական հետապնդումների, անբարո քաղաքական ճնշումների հետևանք են ու էլի մարդիկ։ Հիմա վերադառնանք ձեր բուն հարցին։ Ես իհարկե շատ տհաճ է։ Ինձ անգամ տհաճ է, երբ որ ես այդ ռենեգատ դեռևս սրբազանների մասին իմ կարծիքը մի երկու անգամ գրել եմ,
ինձ տհաճ ա եղել իմ կարծիքը գրելու փաստը, բայց կներեք, սա արդեն պատերազմ է, ալագեղ կոմ ալագեղ, չես կարող մտնել պատերազմի մեջ եւ հուսալ, որ օձիքը սպիտակ է մնալու, դա չի լինելու։ Եկեղեցու վարկաբեկման գործընթացին նպաստում է այս երկկողմ բաները, փոխհրաձգությունները, այո։ Խնդիրը բայց հիմա դա չի, խնդիրը նա է, որ նորից կրկնեմ, պատերազմի մեջ ենք, ինքնության պատերազմի, հիշողության պատերազմի մեջ ենք, մտածել, որ կարող ենք մաքուր դուրս գալ միամտություն, այդ թվում եկեղեցին, այո, եւ ճղաչորա լինելու այդ իմաստով, հա, փոխաբերական իմաստով, եւ բիծա լինելու եւ բան, կարևորը վերապրելն է։ Ես վստահ եմ, որ եկեղեցին վերապրելու է այս պատերազմը իր դեմ եւ դուրս է գալու վերականգնելով այն կորուստները, մաքրվելով այն ամեն ինչից, ինչը ակամայից դարձավ տարբեր կողմերի զենք, հա, մենակ իրանց կողմից չէ, նաեւ մեր այս կողմից են։ Այսինքն կներեք Նավասարդ Կճոյանի հետ կապված թեմաները այդ մամուլում կային միջև այդ, չէ։ Այսինքն մենք էլ հիմա որ մեր կողմը դրա մասին հիշեցմանս չի, որ դա ուրախությամբ անում։ Ու դա ինձ ընդհանրապես չի հետաքրքիր, գիտեք, ես դաժե այդ փաստարկները չեմ կիսում։ Ես ոչ մի փաստարկ, ոչ մի կողմից չեմ կիսում։ Չեմ կիսում այն իմաստով, որ իմ համար դրանք երկրորդական են։ Կամ մի փաստարկ, մի առանցք։ Այսօրվա դրությամբ հայ ժողովրդի եկեղեցու վեհապարի դեմ տարվող այս պատերազմում դու որ կողմից ես։ Եթե դու դեմ ես ժողովրդին, եկեղեցուն, վեհապարին, ուրեմն եթե դու դաժե բանն ես, Սուրբ Սեբաստիանն ես, դու ինձ համար ընկալելի չես։ Որովհետև առանցքը սա է, այսօրվա կռվի առանցքը սա է, ոչ թե սա է, թե ով ինչ բարոյագիտություն ունի, բացի մանկապղծությունից մնացած ամեն ինչի համար, ես իմ շենջ չի հետաքրքրում, այդ իմ տիրույթը չի, այդ Աստծո տիրույթն է, եթե կլինի քրեական գործ, այդ քրեական օրենսգրքի տիրույթն է, իմ տիրույթը որպես հայի հետևյալն է, դու իմ հայի դեմ ես, որտեղ ինքնությունը հայություն է, եկեղեցին հայություն է, դու իմ դեմ ես, դա իմ կռիվն է, երբ որ դուք վեհապարը իրանք չեն կարող դա հասկանան կամ չեն ուզում կամ էլ չգիտեմ, ձեռ չի տալի իրանց։ Մկկում են տարբեր եթերներում, փորձելով սվաղել, արդարացնել իրանց կերած բանը, բողոքը հասկանում ես, ինչից ես նարվային անում։ Դաժե ավետարանում լավ նկարագրված է, լավ, ծուռուղու 3 անգամ չարած Պետրոսը դավաճանեց, բայց հետո գլուխը քարիներ տալի, ասում էր կներես։ Արա դավաճանել է, գնացեք ասեք կներես։ Մեր բարոյագիտությունը քրիստոնեական տալիս է այդ հիմքերը։ Քրիստոնեական բարոյագիտություն սրբերի մասին չի։ Քրիստոսը չի եկել սրբերի համար, ինքը եկել է մեղսակի մեղսավորների համար։ Գնացեք ձեր այդ ճանապարհով։ Մի գնա, այսինքն դուք մեռակ ծուռուղու անելով, այսինքն դաժե այդ դավաճանությունից հետո դա դավաճանություն է։ Ու դավաճանությունը ոչ թե վեհապարի։ Ես դա ընդունում եմ անձնական, ինքը դեմ է, այդ սրբազանները իմ երեխեքի դեմ են, որտեղ իմ երեխեն պետք է հայ մեծանա, իմ երեխեն պետք է հայ քրիստոնյա մեծանա, իմ երեխեն պետք է ապրի մի երկրում, որտեղ հայ քրիստոնյա լինելը ապագա է, ներկա է, անցյալ է, բայց ոչ թե վտանգ եւ մասխարայի ծիծաղի առարկա։ Այդ մարդկանց բանը արարքը իրանք չեն դա անցալում։ Դա իմ դեմ է, դա լուբոյ նորմալ հայի դեմ է, ոչ թե ասում են դա վեհապարին դեմ է, քեզ կֆրտում աշոտան։ Բարև ձեզ։ Դուք այդքան տուպո եք, որ չեք հասկանում, որ խնդիրը վեհապարը չի իմ համար։ Իմ համար խնդիրը շատ պարզ է։ Իմ երեխեքը, իմ թոռները, իմ ընտանիքը, ինչպես 100,000-ավոր այլ ընտանիքներ ուզում են ապրեն իրանց երկրում մնալով, պահպանելով ես այդ եմ ուզում, քանի դուք ծառայում եք վիշապին, չարիքին, կրակելու մեր ուղղությամբ, մեր երեխեքի ապագայի ուղղությամբ, մեր պետության ապագայի ուղղությամբ, դուք իմ թշնամիներն եք դառնում։ Թե վեհապարի հետ ինչ հարաբերություն եք ունեցել, ով է ձեզ աճացրել, ով ձեզ չի աճացրել, ձեր ներքին կլեաուզաները, բաները, այդ բյուզանդական արքունիքի բաները չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է կոնկրետ իմ երեխեքի, իմ որպես հայի եւ իմ նման 100,000-ավոր մարդկանց երեխեքի ճակատագիրը։ Քանի դուք ծառայում եք թրքամետ խալխին, դուք իմ հակառակորդն եք։ Դրա համար ես այդ ալագեղ կամ ալագերում ես ձեզ ասեմ, ես դեռ ամեն ինչ չի որ այսպես ասած ինձ թույլ եմ տվել անել այդ ուղղությամբ, որովհետև
նորից կրկնեմ, սա անցյալի համար կռիվ չի։ Սա կռիվ ապագայի համար։ Շատերը դա փորձում են չհասկանալ կամ խուսափել, Նիկոլն էլ դա շատ լավ գիտի։ Ինքը այսօր ունի լծակ, ինքը լծակով փորձում է փոխել անցյալը, որովհետև լուբոյ նորմալ ժողովրդի ապագան իր անցյալից է ծանցվում, իր միֆերից, իր ազգայնությունից, իր պատմությունից։ Հենց փոխում ես անցյալը, կարողանում ես ապագան ոնց ուզում ես կարաս փոխես, ոնց ուզում ես։ Ինքը մեզ հրամցնում է մի ապագա, որտեղ մեր անցյալը իրան խանգարում է։ Այդ թվում եկեղեցին, անցյալի նկատի չունեմ անցած գնացած, անցյալը նկատի ունեմ ժառանգությունը, legacy-ն այսպես ասած, մեր այդ այն ինչ որ մենք ենք, որպես ժողովուրդ։ Դերս բորբոքվեցին։ Դե ինչ պարոն Աշոտյան, հուսանք, որ այնուամենայնիվ որոշ էպիսկոպոսներ երրորդ ծուղույից հետո գուցե գնան եւ ներողություն խնդրեն վերափառից իրենց արած այս ողջ արհավիրքի համար, որովհետեւ ես իրենց քայլերը գնահատում եմ պարզապես արհավիրք ուղղված մեր ազգին, մեր պետությանը։ Շնորհակալ եմ նման անչափ հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ